Այսօրվա պես հիշում եմ այն օրը, երբ առաջի անգամ Աննային տեսա։ Ոնց որ երեկ լիներ։ Իմ աղջիկն արդեն մեծ է, գեղեցիկ։ Ու այսօր արդեն 16 տարեկան է։ Իսկ եթե մտնեմ ու փողոց չհերիքի, բայց շատ կուզեի ինչ-որ մի բան առնել այստեղից։ Աննաս երբեք չի ունեցել օծանելիք, բայց հիմա մեծ աղջիկ է, պետք է ունենա, ամեն շատ կուրախանա։ Ինչ-որ փոխվեց ամեն ինչ, երբ դու նոր էիր եկել քաղաք, ես Աստվածին ոնց ես մոռանում, չէիր կարողանում անգամ խոսել, անգամ նորմալ մտքերդ շարադրել, ախր, բայց ես քո քույրն եմ, մեծ քույրդ, ես քեզ համար ենքան բան եմ արել, սովորում էի, աշխատում էի, առաջինը քեզ համար էի կոշիկ առնում, հետո նորին, ամենքը մահաճույքդ կատարում էի, որ ուրախ լինես, որ քաղաքում քեզ գյուղացի աղջիկ չզգաս, ու հիմա, ախր ես քեզ համար մորպես եմ եղել, արդեն որերորդ անգամ ցույց ես տալիս, որ ես քեզ համար ոչ մի բան եմ, բայց ես էլ ամեն անգամ զարմանում եմ, ոնց ես մոռացել հանրակացարանը, մեր ապրած օրերը։ Սուս, եկար։ Ալ, այսօր շուտ ես եկել։ Խնդրեցի մի քանի օր չգնամ աշխատանքի, քննություններ ունեմ։ Ալո, օպրես որ երեք ստիպեցիր դասերը սովորեմ։ Այսօր դասախոսը ներս մտավ ու մի անգամից ինձ դաս հարցրեց, զարմացա։ Սուս, ախր քանի անգամ եմ քեզ ասել, օրվա լեկցիան կարդա, որ չմնա գիշեր ցերեկ, հետո մի տետր սովորես։ Դպրոցի, բայց դաս հարցնում են։ Գիտես, մի կերպ տակից դուրս եկա։ Չեմ հասկանում, Սուս։ Ախր դու սովորելու հետ ընդհանրապես էր չունես։ Թողել ես գյուղում մամային, պապային, եկել ես որ չսովորես։ Դե կսովորեմ էլի։ Գիտեմ, հիմա ամեն ինչ կանես, որ իրանք չիմանան, թե չէ հետ կկանչեն գյուղ։ Չէ, հազիվ եմ գյուղից գլուխս ազատել։ Քաղաքից դուր ա գալի, գյուղ գնալ չկա։ Համել դու ինձ կօգնես, չէ՞ որ սովորեմ։ Հա, բավուն։ Ալո, ինչի անելու առանց քեզ դժվար կլիներ։ Ոչ մի բան, մի նկատողություն անող պակաս կլիներ։ Չէ։ Այս ինչ է։ Որտեղից։ Նվիրել են։ Ով, ճանաչում եմ։ Մեր կուրսի Ալբերտը։ Ճանաչում եմ, իրան տեսել եմ։ Հա, մի անգամ տեսել ես ունիվերմագում, անձրևի տակեր են թրջվել էր։ Հա, վատ տղա չի։ Ցոնցոր։ Թևերի տակ դուխի չեն ցանում։ Ինչի։ Ընդհանրապես, աղջիկ ջան, հերիք ա, հերիք, խեղդվեցի։ Լավ, հերիք ա։ Ալա։ Քաղցեր քուրս, ինչի անելու առանց քեզ։ Ալա դու իմ համար մորն ու մոն ես եղել։ Իմ համար ամեն ինչ արել ես, որ ես ոչ մի բանից հետ չընկնեմ։ Զրկել ես քեզ ամեն ինչից ու իմ համար ես արել։ Ալա դու վերջացրու հիմա ես էլ կլացեմ։ Ես քո քույրն եմ, պարտավոր եմ քո մասին հոգ տանել։ Ես լավ էլ տենում եմ, որ դու քո համար ոչ մի բան չես անում, մենակ իմ համար ես անում։ Ալա դու… Վերջ, էլ չեն խոսում, ինչ են նստել լացում։ Ես քեզ շատ եմ սիրում, քուրս։
Բարև ձեզ։ Բարև աղջիկ ջան։ Ինչով կարող եմ օգնել ձեզ։ Օծանելիք եմ ուզում գնել, նվեր։ Ահա, իսկ ինչով եք նախընտրում։ Դե 16 տարեկան աղջկա համար։ Լավ, Բայց շատ քիչ է գումարս։ լավ, խնդիր չկա, այդ դեպքում եկեք անցնենք այն կողմ, միասին կընտրենք, լավ։ Լավ։ Երեխեք հայոց լեզու չեն կանելու տուն են գնում, երեխեք դել արդեն դուրս են։ Լավ։ Հաջողես։ Երեխես շատ կուրախանում։ Հաստատ քրոջը տարածը կլինի։ Կարևոր չի, արի գնանք։ Ոնց կարևոր չի, կարևոր է։ Չի համակերպվում այն մտքի հետ, որ իրանց աղիքներ չեն նվիրում, իսկ քեզ նվիրում են։ Համեդ ինքն է մեղավեշ։ Ինչի՞։ Որովհետև մենք պետքա փող հավաքեինք ու գնայինք իրենց տուն։ Հետո եկավ առավոտը հայտարարեց, որ ինքը ծնունդը ուրիշ տեղ անշելու։ Մենք էլ չհասցրեցինք։ Բայց Տիկոն լավ արեց։ Չնայած իր պատճառներն էլ ուրիշ։ Ինչ պատճառներ։ Մենակ չասես, որ ոչ մի բան չես նկատում, չես զգում։ Ինչի մասին ես խոսում։ Լավ էլի, այս Արսենն ու Տիկոն իրար կսպանեն քո համար, դու ասես ինչ ես խոսում։ Չես նկատել։ Լավ էլ մի չափազանցրու։ Ախր չեմ չափազանցնում, լուրջ եմ ասում։ Էլ Տիկոն ընդհանրապես Լիզայի վրա չի նայում, դե Արսենի մասին խոսք չկա։ Համել այսօրվա ծաղիկները, Մատյանի մեջ ծնունդի օրը նայելը, ամեն ինչ պարզ է, էլ մի։ Լավ, արի գնացինք, դու լրի ֆանտազիոր ես։ Ես ֆանտազիոր չեմ, դու ես անջատված։ Ախր ո՞ր կարաս չնկատես։ Գալիս ես։ Չէ, պետք է մնամ քրոջը սպասեմ, որ գնամ դաշնամուրի։ Լավ, դες գնացի։ Դե գնա։ Գնացի, լավ, պակա։ Տետերս էի մոռացել դասարանում, դրա համար էլ հետ եկա։ Ես էլ գործեր ունեմ դպրոցում։ Արս, ես սիրում եմ Աննային։ Անիմաս խոսակցություն ես ասում։ Անիմաս չի աս, ես ինձ վատ եմ զգում։